Պետական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի համաձայն մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում տեխնացուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները։ Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում падգամավորների կազմից տեխնացուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է դոնթի բանաձևով։ Հարգելի գործընկերներ, նշված բանաձևի հաշվարկման արդյունքում 12 հանձնաժողովների նախագահների տեխնացուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ. 8 հանձնաժողովների նախագահներ կառաջադրի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, 3-ը Ուժեղ Հայաստան խմբակցությունը եւ 1-ը Հայաստան խմբակցությունը։ Բանաձևի համաձայն 7 հանձնաժողովների նախագահների տեղակալներ կառաջադրի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, 4-ը Ուժեղ Հայաստան խմբակցությունը եւ 1-ը Հայաստան խմբակցությունը։ Բանաձևի համաձայն առաջին եւ երկրորդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Եվ այժմ ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին ներկայացնելու համար համապատասխան հանձնաժողովները, որոնք ընտրում է քաղաքացիական պայմանագիրը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է պաշտպանության եւ անվտանգության հարցերի, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն երրորդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը եւ ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ներկայացնելու համար ընտրությունը։ Համեցեք։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրում է ֆինանսավարական եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 4-րդ եւ 5-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին ներկայացնելու համար համապատասխան հանձնաժողովները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Շնորհակալություն։ 6-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, համեցեք։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ընտրում է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։ Շնորհակալություն։ Բանաձևի համաձայն 7-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, Տիկին Մանավազյան, համեցեք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը։ Տիկին Մանավազյան, 1 հանձնաժողով։ Ինչու՞։ Կրթության 1 հանձնաժողով։ 8-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստան խմբակցությանը, ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։ Հայաստան խմբակցությունը ընտրում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։ Տիկին Մանավազյան, այժմ 9-րդ պաշտոնը։ 9-րդ պաշտոն։ 1 հանձնաժողով։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ընտրում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն։ 10-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստանին, խնդրեմ, պարոն Կարապետյան։ Ուժեղ Հայաստանը ընտրում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Հետաքրքիր ընտրություններ, պարոն Կարապետյան։ Եվ հետևաբար 11-րդ եւ 12-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը պատկանում է քաղաքացիական պայմանագրին։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով եւ տարածաշրջանային եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն, այսպիսով նախագահի հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխված են, հիմա անցնում ենք նախագահի տեղակալների պաշտոններին, տրամաբանությունը արդեն ես ձեզ ներկայացրել եմ։ Լրություն, հարգելի գործընկերներ, պարոն Գաբրիելյան, զբաղեցրեք ձեր տեղը։
Բանաձևի համաձայն 13-րդ պաշտոնի առաջադրման իրավունքը պատկանում է Ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Հիշեցնում եմ, խոսքը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի մասին է։ Պարոն Կարապետյան, համեցեք։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ։ Շնորհակալություն։ 14-րդ եւ 15-րդ պաշտոնները քաղաքացիական պայմանագրին են, Տիկին Մանավազյան։ Ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով եւ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության Շնորհակալություն։ 16-րդ պաշտոնը Հայաստան խմբակցությանն է, Տիկին Գրիգորյան։ Մենք կարծես թե բաց թողեցինք, պետաիրավականը արդեն ընտրվել էր։ Չէ, Այդ դեպքում առաջ կվերցնենք պետաիրավականը։ պետաիրավական։ 17-րդը կրկին քաղաքացիական պայմանագրինն է, Տիկին Մանավազյան։ Ներողություն, ես որն եմ ասել, չէ, իրենք տարածքային երկուսն ասել եմ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն։ 18-րդը Ուժեղ Հայաստանինն է, համեցեք, պարոն Կարապետյան։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։ Շնորհակալություն։ 19-րդ եւ 20-րդ պաշտոնների առաջադրման իրավունքը քաղաքացիական պայմանագրինն է, Տիկին Մանավազյան, 2 պաշտոն։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով եւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով։ 21-րդը Ուժեղ Հայաստանինն է, պարոն Կարապետյան։ Գիտության, կրթության մշտական հանձնաժողով։ Վերցրել։ Սոցիալականը։ Այն հանձնաժողովը, որտեղ նախագահ Ուժեղ Հայաստանից հնարավորություն կա, տեղակալ։ Այո, կա։ Այո։ Տնտեսական ունենք, տեղակալ, այո։ Մարդու իրավունքներ երևի։ Մարդու իրավունքների հանձնաժողով։ 22-րդ եւ 23-րդ պաշտոնները կրկին քաղաքացիական պայմանագրինն են, Տիկին Մանավազյան։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով եւ աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով։ Եվ 24-րդը Ուժեղ Հայաստանինն է, այսինքն մեկ հանձնաժողով է մնացել, Եվրասիական, չէ՞։ Տարածքային է։ Չէ։ Մեկն է ազատ մնացել, քարտուղարություն, խնդրում ուղեք ինձ, եթե սխալվում եմ, Եվրասիական։ Տարածքային։ Այո։ Չէ, Եվրասիական եւ տարածաշրջանային Եվրասիա։ ինտեգրման հարցերով հանձնաժողով։ Այսպիսով ընտրությունները կատարված են, քարտուղարությանը խնդրում եմ թղթի վրա մի հատ նշել, որ ես կարդամ, որ ճիշտ լինի, նոր անցնենք առաջ, հա։ Այսպիսով հարգելի գործընկերներ, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, հանձնաժողովի տեղակալը կլինի Ուժեղ Հայաստան խմբակցությունից, պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, նախագահի տեղակալը կլինի Հայաստան խմբակցությունից, ֆինանսավարական եւ բյուջետային հանձնաժողովի նախագահը կլինի Ուժեղ Հայաստանից, տեղակալը քաղաքացիական պայմանագրից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը Ուժեղ Հայաստանից, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի Ուժեղ Հայաստանից, տեղակալը Ուժեղ Հայաստանից, Չէ, սխալ եք գրել, էլի քարտուղարություն։ Քաղաքացիական պայմանագրից է տարածքային կառավարման։ Բայց իրական քարտուղարությունը պիտի ինձ
ստուգերը, ոչ թե ես քարտուղարությանը, բայց ինչևէ։ Կրթության, գիտության կամ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից։ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը կլինի Հայաստան խմբակցությունից, տեղակալը ուժեղ Հայաստան խմբակցությունից։ Առողջապահության հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից։ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահը կլինի ուժեղ Հայաստանից, տեղակալը քաղաքացիական պայմանագրից։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը նույնպես քաղաքացիական պայմանագրից եւ տարածաշրջանային Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, տեղակալը կլինի ուժեղ